Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն հավատարիմ բարեպաշտ քահանաներ միանում են եկեղեցու բարենորոգման օրակարգին։ Facebook-ում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեկոյան սոցիալական ցանցի ուղիղ եթերում նա թվարկել էր 13 անուն։ Վերջին ժամերին Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը Նուբարաշենի Սրբոց նահատակած եկեղեցի, Պարթև քահանա Մուրադյանը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի, Շմավոն քահանա Ղևոնդյանը Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի, Անուշավան քահանա Կոշեցյանը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի, Արարատ քահանա Օրդոյանը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի, Աշոտ քահանա Սաֆարյանը Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Մաշտոց քահանա Ստեփանյանը Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի եկեղեցի, Մովսես քահանա Աշուրյանը Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի եկեղեցի, Մկրտիչ քահանա Մուշադյանը Վաղաշապատի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Պողոս քահանա Միքայելյանը Մասիսի Սուրբ Թադևոս եկեղեցի, Հովանես քահանա Մաթևոսյանը Խաչիկ գյուղի եկեղեցի, Գալուս քահանա Սահակյանը Ջերմուկի եկեղեցի, Զգոն քահանա Աբրահամյանը, որը գործնականում րոպեներ առաջ միացավ, հայտարարություն տարածեց եւ բարենորոգման օրակարգի միանալու մասին Երևանի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի։ Վարչապետը ողջունել է նրանց իր բնորոշմամբ խիզախ քայլը, այն որակել անսասան հավատարմության արտահայտություն Հիսուս Քրիստոսի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության հանդեպ, հայտնել իր աջակցությունը նրանց։ Այն խնդիրները, որ կան Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցում, մեր բոլորի հարցն են, իմ հարցն են, ձեր հարցն են, մեր բոլորի հարցն են եւ բարենորոգման հայտարարության մեջ իհարկե ամենը ասված է, ամբողջ բովանդակությունը այնտեղ արտահայտված է եւ իսկապես շատ կարեւոր է, բարձր եմ գնահատում եւ հարգանքներիս հավաստիք ձեզ բոլորիդ։ Ավելի ուշ երկրի ղեկավարը հայտնել է, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգմանը միացած քահանաների թիվն արդեն 16 է։ Տեր Վահան քահանա Առաքելյանը, Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, Էդգար Սողոմոնյանը, նախկին հայրգները եւս հայտարարել են, որ ողջունում են վարչապետի եւ 10 եպիսկոպոսների ընդունած Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությունը, աջակցում եւ միանում են նախաձեռնությանը։ Նրանց հաջորդել են եւս 12 եկեղեցականների հայտարարությունները։ Բարենորոգմանը միացել են նաեւ Երվանդ քահանա Բաբայանը, Սմբատ քահանա Աբրահամյանը, Ժիրայր քահանա Խաչատրյանը, Դանիել քահանա Տերտերյանը, Մոշախբյուրի Սուրբ Կարապետ վանքի վանահայր Արիստակես վարդապետ Այվազյանը, Թովմաս Սարգսակյան Մարտիկյանը, Համազասպ քահանա Հագեյանը, Շնորհ քահանա Մարտիրոսյանը, Շահան քահանա Միրզոյանը, Սիոն քահանա Սաֆարյանը, Վարդան քահանա Ներսիսյանը, Պետրոս Սարգսակ Ղազարյանը։ Այսպիսով նրանց թիվը հասել է 28-ի։ Իսկ ավելի վաղ բարենորոգման խորհրդին միանալու հայտարարություն էր արել նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն վարդապետ Ալճանյանը։ Վարչապետը խոսել է նաև նրանց հետ հանդիպելու ու նրանց կարծիքները լսելու պատրաստակամության մասին։ Ես հույս ունեմ առիթ կունենանք, չգիտեմ երբ դուք ասեք, հանդիպելու, քննարկելու բարենորոգման հետագա անելիքները, ճանապարհային քարտեզը եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու այլ բարեպաշտ քահանաներ, եպիսկոպոսներ, աբեղաներ, վարդապետներ, սարկավագներ նույնպես կմիանան, որովհետեւ սա իսկապես բարենորոգում է առաջին հերթին հանուն մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի, հանուն մեր եկեղեցու հիմնադիր հայրերի, հանուն Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, հանուն մեր ժողովրդի, մեր եկեղեցու բոլոր հավատավոր հետևորդների։ Շատ է խոսվում Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու եւ հենց եկեղեցու կողմից քաղաքական գործունեություն ծավալելու անթույլատրելիության մասին։ Ավելի ուշ դարձյալ Facebook-յան ուղիղ եթերում հարցին անդրադարձել է Փաշինյանը։ Սրա շուրջ ըստ էության Հայաստանի հանրության շրջանում կա ըմբռնում
եթե չասենք կոնսենսուս կամ կոնսենսուս մինուս մի քանիսը, բայց այս կետից մեկ ուրիշ հարց է ծագում. արդյոք հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին պետք է առնչություն ունենա մեր հանրային քաղաքական կյանքին, եւ եթե այո, ինչպիսի առնչություն։ Ես կարծում եմ, որ այո, պետք է ունենա առնչություն, եւ եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրո-կառավարական, որտեղ նույնիսկ ամենասուր քաղաքական հակառակորդները եկեղեցու տարածքում, հայաստանյան առաքելական եկեղեցու տարածքում մի կողմ են դնում իրենց հակասությունները եւ կարող են կողքի լինել մեր ազգային եկեղեցական տոների ժամանակ, կողքի մասնակցել պատարագի, կողքի աղոթք հղել առ Աստված։ Վարչապետը կարծում է, որ եկեղեցին հենց այդպիսի հանրային դերակատարում պետք է ունենա, որի առաջնային անելիքը եւ մտահոգությունը պետք է լինի իրական կյանքում Հիսուս Քրիստոսի վարդապետության եւ դավանած արժեքների տարածման հարցը։ Ահա թե ինչպես են պատկերացնում հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու առնչությունը մեր հանրային քաղաքական կյանքին, եզրափակել է նա։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։